Ժորժան, վարկային տոկոսադրույքներով Հայաստանում թալանում են ժողովրդին։ Թալանում են մարդկանց անհավանական, ֆանտաստիկ բարձր տոկոսադրույքներով։ Այս հարցը բոլոր հարթակներից բարձրացնում եմ, դիտեք։ Ֆինանսական կազմակերպություններ կա, սա շատ կարևոր հարց է, հա, 400-500%-ով սպառողական վարկեր են տալ։ 400-500%-ով, հա, միկրովարկեր, on-line վարկեր, 400-500-600%-ով։ Ես ասեմ հիմա մեր բնակչության, ես չգիտեմ, քան ես կեսը առնվազն կեսից շատը գտնվում եմ մի հատ շատ ծանր վիճակում են բանկային տոկոսադրույք, հələ բանկային տոկոսադրույքներ թող, այդ ֆինանսական կազմակերպությունները։ Տեսեք, կենտրոնական բանկը ինքը սահմանել է տոկոսադրույք, հա, 24%, եւ ինքը չի հսկում, դա պարտադիր բնույթ չի կրում։ Օրինակ կարելի է 400-500%-ով կազմակերպություն բացվի, վարկ տա։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, եւ այո, կենտրոն հեռուստատեսության եթերում ես ասում եմ նրա մասին, որ Հայաստանում կան կազմակերպություններ վարկային, որոնք 400-500-600%-ով մարկանց վարկ են տալիս։ Լավ, այս ուղեղի մեջ ո՞նց է տեղավորվում։ Կենտրոնական բանկն է, որովհետեւ դա չի վերահսկում։ Ասում ես կենտրոնական բանկ, բա սահմանել ես 24% տոկոսադրույք, որ դրանից բարձր չպետք է լինի, ասում են դե գիտեք ինչ, դա բան է, տոկոսադրույքը չի, դա միջնորդավճար է, չգիտեմ ինչ է, էսա, էնա, սպասարկման վարձն է եւ այլն, տես թալանում են ժողովրդին։ Կներեք էլի։ Սենց բան աշխարհում 400-500-600%։ Ես չգիտեմ էլ որտեղ կա։ Երևի չգիտեմ, չեմ կարող ասեմ, որովհետեւ Ժորժան, էս абսուրդ է։ Абսուրդ է ու միչև ժողովուրդը ոտքի չկանի, միչև ժողովուրդը հանրային ճնշման չցույց տա, որ ինքը համաձայն չի այս ամեն ինչին, որևէ բան չի փոխվելու։ Ժորժան, պատրաստվեք հստակ պահանջատեր պայքարի։ Այո, մենք պետքա բոլոր նման անարդար հարցերը լուծենք եւ բոլոր հարցերը լուծելու ենք, չկասկածեք։ Ժորժան, խնդրում եմ, տարածեք այս տեսանյութը։ Գրեք մեկնաբանություններում, թող տեսնեն, թե որքան մարդ կա Հայաստանում, որոնք տուժում են, որոնց ձեռքից վերցնում են տներ, գույք, մեքենա եւ այլն, տալով, չգիտեմ, ինչ չնչին գումարներ բարձր տոկոսադրույքներով խլելով մարկանցից ամեն ինչ։ Գրեք, տարածեք, բաժանորդագրվեք իմեջին եւ իմացեք մի բան, որ մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք ու արդարությունը անպայման վերականգնելու ենք։ Ուրիշ տարբերակ չկա։